Երևանի աննկատ մի անկյունում սկսվում է պատմություն, որտեղ ընկերությունը դառնում է դավադրություն, իսկ անում է խնդրանքը մահացու թագարդ։ Երիտասարդ կյանքեր, որոնք խճճվեցին վախի և վրեժի մութ ցանցում։ Ինչ գին է պատրաստ վճարել մարդը, փրկելու համար իրեն կամ իր սիրելիներին, և ինչ է տեղի ունենում, երբ վստահությունը փոխարինվում է դանակով։ Լսեք մինչև վերջ բացահայտելու համար այս սարսափելի ճշմարտությունը։ Բայց եթե թույլ եք սրտից ու նյարդերից, լավ կլինի նախապես տրամադրեք ձեզ, քանի որ այն, ինչի մասին պատմվելու է, կստիպի երկար ժամանակ հիշել իր մասին, ներթափանցելով ձեր հոգիները։ Երևանի աշնանային մոխրագույն օրերից մեկն էր, երբ Լուսեն առաջին անգամ ոտք դրեց նոր դպրոցի շեմը։ Նա 17 տարեկան էր, բարձրահասակ, մեղմ հայացքով գեղեցկադեմ մի աղջիկ, որի մեջ դեռևս զգացվում էր նախկին դպրոցի մանկական անհոգությունը։ Ընտանիքը վերջերս էր տեղափոխվել քաղաքի կենտրոնում գտնվող ընդարձակ բնակարան։ Հայրը պաշտոնյա էր, իսկ մայրը հայտնի դիզայներ։ Լուսեն դեռ չէր հարմարվել նոր միջավայրին, բայց դասարանում նրա ուշադրությունը գրավեց Լիլիթը, սևահեր, խորհրդավոր ժպիտով մի աղջիկ, որի աչքերում միշտ կարծես ինչ-որ գաղտնիք էր թաքնված։ Լիլիթը առաջինը մոտեցավ Լուսեին։ Դա դպրոցի բակում էր, դասերից հետո, երբ մյուս աշակերտները ցրվել էին, և միայն քամին էր խշշում ծառերի չոր տերևները։ «Դու նորեկ ես, չէ՞», ասաց Լիլիթը ձայնի մեջ անկեղծ հետաքրքրություն խառնելով։ Լուսեն ժպտաց, ուրախ, որ վերջապես ինչ-որ մեկը խոսք էր բացել իր հետ։ Կարճ ժամանակ անց նրանք արդեն անբաժան էին, դասերից հետո միասին քայլում էին Երևանի նեղ փողոցներով, խոսում ամեն ինչից, սկսած դպրոցական բամբասանքներից մինչև ապագայի երազանքներ։ Լուսեն չէր կարող պատկերացնել, որ այդ ընկերությունը կդառնա իր կյանքի ամենամեծ մղձավանջը։ Լիլիթի տանը առաջին այցելությունից հետո ամեն ինչ փոխվեց։ Տունը թեպետ գտնվում էր կենտրոնում, բայց կիսաքանչ շենքերից մեկում էր, որտեղ օդում մշտապես խոնավության և ծխախոտի ծանր հոտ էր տարածված։ Լիլիթի ավագ եղբայրը, Արամը, 22-ամյա բարձրահասակ նիհար տղա էր, սուր հայացքով և անհանգիստ ժպիտով։ Նա ներկա էր, երբ Լուսեն առաջին անգամ եկավ նրանց տուն։ Արամը նստած էր խոհանոցում, սեղանին կիսով չափ դատարկված գարեջրի շիշ և մի փաթեթ ծխախոտ։ Նա անմիջապես նկատեց Լուսեի թանկարժեք պայուսակը, նրա ձեռքին փայլող խելացի ժամացույցը, և այդ պահին նրա գլխում ծնվեց մի միտք՝ մութ, սառը, բայց հստակ։ Արամը խաղամոլ էր, նա տարիներ շարունակ փող էր պարտք վերցնում, խաղում էր քարտեր, խաղային ավտոմատներ, իսկ վերջին շրջանում նույնիսկ ընկել էր տեղի հանցավոր խմբերի հետ կապերի մեջ։ Նրա վարքը վաղուց անտանելի էր դարձել ընտանիքի համար։ Բայց Լիլիթը, չնայած ամեն ինչին, վախենում էր նրան հակառակել։ Երբ Արամը իմացավ, որ Լուսեի ընտանիքը հարուստ է, նա քրոջը կանչեց մի կողմ։ «Դու պիտի մտերմանաս այդ աղջկա հետ», ասաց նա ձայնը խռպոտ, բայց վճռական։ «Հաճախ կանչիր մեր տուն, ես կհասկանամ ինչ անեմ»։ Լիլիթը փորձեց առարկել, բայց Արամի հայացքը, սառը և սպառնալից, ստիպեց նրան լռել։ Նա գլխով արեց, չիմանալով, որ այդ պահին սկսվում էր մի խաղ, որի վերջում ոչ ոք հաղթող չէր լինելու։ Արամի և Լիլիթի ծնողները օր-գիշեր աշխատում էին, հազիվ հոգսաշատ ընտանիքի ծայրը ծայրին հասցնելով։ Նրանց ձեռք բերած համեստ եկամուտը բավարար էր միայն սննդի և կոմունալ ծախսերի համար։ Արամը, սակայն, 22 տարեկանում ոչ միայն չէր օգնում ընտանիքին, այլև բեռ էր դարձել։ Նա արհամարհում էր ցածր վարձատրվող աշխատանքները, համարելով, որ դրանք իր մակարդակին չեն։ Փոխարենը նա ընտրել էր խաղամոլի կյանքը, խորասուզվելով մի աշխարհ, որտեղ փողը գալիս էր արագ, բայց անհետանում էր նույնքան արագ։ Այս անգամ, սակայն, Արամը մեծ խնդիրներ ուներ։ Նա պարտք էր մնացել տեղի լուրջ մարդկանց, մի խումբ անողոք պահանջատերերի, որոնք չէին սիրում կատակել։ 200,000 դրամ գումար, որ նա չուներ և որի մասին մտածելն անգամ սարսուռ էր առաջացնում։
Նրանք նրան ժամանակ էին տվել ընդամենը մի քանի օր, եւ Արամը գիտեր, որ եթե չվճարի, հետևանքները ծանր կլինեն։ Նա հայացքը հառեց քրոջը, Լիլիթին, որն այդ օրերին անտեղյակ ընկերական զրույցներ էր վարում Լուսեի հետ։ Արամը որոշեց գործի դնել իր հմայքը։ Սկզբում նա Լուսեի նկատմամբ պահում էր բարեսիրտ, գրեթե եղբայրական կապ։ Դու իսկապես առանձնահատուկ աղջիկ ես, ասում էր նա ժպտալով այնպես, որ նրա աչքերը փայլ էին կեղծ ջերմության։ Լուսեն, որ դեռ չէր ճանաչում նրա իրական դեմքը, կարմրում էր այդ խոսքերից, չկասկածելով, որ իրեն օգտագործում են։ Բայց օրերը սպառվում էին, եւ Արամի համբերությունը նույնպես։ Նա մի գիշեր քրոջը կանչեց խոհանոց եւ բացատրեց իր ծրագիրը, ձայնը ցածր, բայց կտրուկ։ Դու պիտի գումար խնդրես Լուսեից։ Այդ աղջկա ընտանիքը փողի մեջ է լողում, նրա համար 200,000-ը ոչինչ է։ Քույրը փորձեց հակառակվել, բայց վերջում ստիպված եղավ համաձայնել։ Լիլիթը սկսեց խաղալ իր դերը եւ իրագործել եղբոր մշակած խորամանկ ծրագիրը։ Հաջորդ օրը դպրոցում նա անսովոր տխուր էր։ Նստած էր պատուհանի մոտ, հայացքը կորած, ձեռքերով անտեղի խաղելով գրիչի հետ։ Լուսեն նկատելով ընկերու վիճակը մոտեցավ։ Ինչ է պատահել Լիլիթ։ Սկզբում Լիլիթը խուսափեց պատասխանել մրմնջալով։ Ոչինչ, ամեն ինչ նորմալ է։ Բայց երբ Լուսեն սկսեց պնդել, նա կոտրվեց։ Իմ մայրը, նրան շտապ վիրահատություն է պետք։ Բժիշկներն ասում են, եթե չանենք, կարող է… Նա ընդհատեց իրեն, աչքերը լցվեցին արցունքներով։ Բայց մեզ 400,000 դրամ է պետք, իսկ մենք միայն կեսն ունենք։ Լուսեն, որը երբեք չէր հանդիպել Լիլիթի մորը, նրանց տան այցելությունների ժամանակ ծնողների բացակայության պատճառով միամտորեն հավատաց։ Ես կօգնեմ Լիլիթ, մի անհանգստացիր։ 2 օր անց երեկոյան Լուսեն զանգեց Լիլիթին եւ եկավ նրանց տուն։ Նա ժպտալով բացեց պայուսակը եւ հանեց մի ծրար, ներսում 200,000 դրամ։ Սա քեզ համար է, որ մայրդ առողջանա, ասաց նա անկեղծ ուրախությամբ։ Լիլիթը վերցրեց գումարը, սրտի խորքում զգալով ամոթի եւ վախի խառնուրդ։ Մինչ Արամը մյուս սենյակից լսում էր գոհ ժպիտը դեմքին։ Լուսեն տուն վերադարձավ սիրտը լցված խառը զգացմունքներով։ Ինքն իրենից գոհ էր, որ կարողացել էր օգնել ընկերուհուն, բայց միևնույն ժամանակ ծանր բեռ էր կրում գիտակցելով, որ գումարը գողացել է տնից։ Նա դեռևս այնտեղյակ էր, որ իր կյանքը շուտով կվերածվի անդունդի, որտեղից ելք չկար։ Արամը տեսնելով, որ իր խորամանկ ծրագիրը հաջողությամբ է պսակվել, սկսեց ավելի մեծ ախորժակ զգալ։ Ու հիմա, երբ արտքը փակված էր, նա իրեն ապահով էր զգում եւ հասկացավ, որ Լուսեն կարող է դառնալ նրա ոսկե հանքը։ Նա կրկին դիմեց Լիլիթին, պահանջելով, որ քույրը նորից գումար խնդրի ընկերուհուց։ Լիլիթը, որի խիղճն արդեն տանջվում էր ստից, այս անգամ ընդդիմացավ։ Ես ամեն ինչ կպատմեմ մամային ու պապային, Արամ, դու չես կարող ինձ ստիպել։ Արամի աչքերում կայսկլտած բարկությունը եւ առանց երկար մտածելու նա բաց ձեռքով հարվածեց քրոջ դեմքին։ Եթե բերանդ բացես կամ էլի գումար չբերես, ես քո կյանքը կդարձնեմ դժոխք, հասկացար։ Սպառնաց նա, ձայնը սառը եւ անողոք։ Լիլիթը վախից եւ ցավից դողալով գլխով արեց, չկարողանալով դիմակայել եղբոր ճնշմանը։ Մի քանի օր անց Լիլիթը դպրոցում կրկին մոտեցավ Լուսեին, աչքերը կարմրած, ձայնը ընդհատվող։ Լուսե, վիրահատության ծախսերն ավելացել են, ես չգիտեմ ինչ անեմ, ասաց նա գլուխը կախելով։ Լուսեն, որի սիրտը միշտ պատրաստ էր օգնության, մտածեց մի պահ եւ պատասխանեց. Ես կարող եմ եւս 100,000 տալ, բայց ավելին ոչ, Լիլիթ։ Հետո նա խոստովանեց, ձայնը դողդոջում. Լիլ, գիտես, ես ստիպված եմ գողանալ ծնողներից ոսկիները, որ քեզ օգնեմ։ Վաճառում եմ դրանք, բայց ոսկերիչները ինձ քիչ են վճարում, որովհետև երևի կռահում են, որ ինչ-որ բան այն չէ, կամ տարիքիս պատճառով։ Լուսեի աչքերը լցվեցին արցունքներով,
բայց նա ժպտաց ավելացնելով. Բայց դա կարևոր չէ, ես պարզապես ուզում եմ, որ դու և քո մայրը լավ լինեք։ Լիլիթը լսում էր, սրտում զգալով ամոթի և անզորության խայթոց, բայց եղբոր սպառնալիքը դեռ ականջներում հնչում էր և նա լուռ համաձայնեց։ Արամը սակայն չէր հանգստանում։ Նրա ագահությունը սահմաններ չէր ճանաչում, և նա կրկին պահանջեց Լիլիթից, որ նոր գումար խնդրի Լուսեից, այս անգամ ավելի կոշտ ու անզիջում տոնով։ Հաջորդ օրերին Լիլիթը ընկերուհուց ստիպված գումար խնդրելու մտքից խուսափելու համար որոշեց ամեն գնով խույս տալ դպրոցից։ Նա գիտեր, որ եթե չհանդիպի Լուսեին, ապա ստիպված չի լինի կրկին ստել, և այդ մտքով առաջնորդվելով մի առավոտ դիտավորյալ թրջեց գլուխը սառը ջրով ու դուրս եկավ փողոց, հույս ունենալով, որ կհիվանդանա։ Լիլիթը միամտորեն հավատում էր, որ հիվանդությունը կդառնա իր փրկությունը։ Ժամանակավոր ապաստան եղբոր ճնշումներից և ընկերուհու անկեղծ աչքերից։ Ծրագիրը մասամբ աշխատեց։ Նա իսկապես ջերմություն բարձրացրեց և մի քանի օր մնաց տանը անկողնում, բայց Արամի հետ վեճերը չէին դադարում։ Հերթական բղավոցներից մեկի ժամանակ Լիլիթը, չդիմանալով, բարկության պոռթկումով խոստովանեց, որ ինքը դիտմամբ է հիվանդացել։ Հանգիստ թող ինձ, ես արել եմ դա, որ չգնամ դպրոց ու չտեսնեմ Լուսեին։ Արամի դեմքին հայտնված սառը ժպիտը ցույց տվեց, որ նրան ոչ մի խղճահարություն կամ զղջում չի հետաքրքրում։ Երբ Լիլիթը ջերմությունից թուլացած ընկավ քնի մեջ, անտեսելով Լուսեի բազմաթիվ զանգերը, Արամը որոշեց ինքնուրույն գործել։ Երեկոյան, երբ տանը լռություն էր, նա ծածուկ վերցրեց քրոջ հեռախոսը, գտավ Լուսեի համարը և զանգեց, ձայնը մեղմացնելով, որ հնչի անկեղծ ու անհանգիստ։ Լուսե ջան բարև, Արամն է, Լիլիթի եղբայրը։ Քույրս շատ վատ է, հիվանդ է ու տխուր։ Կարող ես վաղը գալ մեզ մոտ նրան տեսակցելու։ Կարծում եմ, քո ներկայությունը կուրախացնի նրան։ Լուսեն, որի սիրտը միշտ բաց էր ընկերու համար, առանց վարանելու համաձայնեց։ Իհարկե, ես վաղը կգամ, ասա Լիլիթին, որ շուտ առողջանա։ Արամը դանդաղ դրեց հեռախոսը, աչքերում փայլող խորամանկությամբ, գիտակցելով, որ իր հաջորդ քայլը մոտ է։ Երբ Լիլիթը արթնացավ, աչքերը դեռ ծանր են ջերմությունից, բայց առաջին բանը, որ նկատեց, եղբոր ձեռքերում գտնվող ծաղկեփունջն էր։ Արամը կանգնած էր անկողնու մոտ, դեմքին անսովոր մեղմ արտահայտություն, և ձեռքերը մի փոքր դողում էին, կարծես ներքին լարվածություն էր զգում։ Նա խորամանկորեն որոշել էր փոխել մարտավարությունը, այս անգամ խաղելով քրոջ զգացմունքների վրա։ Լիլիթ, ներողություն եմ խնդրում քեզանից, ասաց նա ձայնը մեղմ և զղջացող դարձնելով։ Ես խոստանում եմ, որ սա կլինի վերջին անգամը։ Ես խոշոր գումար եմ կրվել, և եթե չվճարեմ, իմ կյանքը վտանգի տակ կլինի, բայց դա դեռ ամենը չէ, քո կյանքն էլ է վտանգված։ Արամը շարունակեց, նկարագրելով վտանգավոր մարդկանց, որոնք իբր պատրաստ էին ամեն ինչի, իրենց գումարը հետ ստանալու համար, և նրա ձայնում կեղծ վախի նոտաներ էին սողոսկել։ Լիլիթը սկզբում թերահավատորեն այդ եղբորը կարծելով, որ սա ընդամենը հերթական դերասանական խաղն է, բայց Արամը չդադարեց։ Նա հանկարծ ծնկի իջավ անկողնու մոտ, աչքերը խոնավացան և սկսեց խոսել։ Ես չեմ ուզում, որ դու օգնես, ես ինքս կլուծեմ, այրուն կհանձնեմ, կաշխատեմ, միայն թե քեզ բան չպատահի։ Այս խոսքերը, որոնք խառնված էին կեղծ հույզերին, խոցեցին Լիլիթի սիրտը, և նա, չնայած իր կասկածներին, սկսեց ցավ զգալ եղբոր համար։ Լավ, ես կօգնեմ, բայց սա վերջին անգամն է, Արամ, ասաց նա։ Ձայնը թույլ, բայց վճռական, դեռևս պայքարելով ներքին հակասությունների հետ։ Հենց լավանամ կգնամ դպրոց և կխոսեմ Լուսեի հետ, ավելացրեց նա փորձելով վերահսկել իրավիճակը։ Արամը ժպտաց, այս անգամ անկեղծ գոհունակությամբ և պատասխանեց. Դրա կարիքը չկա, Լիլիթ, Լուսեն վաղը գալու է մեզ մոտ քեզ տեսակցելու։ Նա ստեց, պատմելով մանրամասն մշակած հեքիաթ։ Երեկ երբ դու քնած էիր, Լուսեն զանգեց։ Ես պատասխանեցի, չէի ուզում ասել, որ հիվանդ ես, բայց նա իմ ձայնից զգաց, որ ինչ-որ բան այն չէ։ Ես ստիպված եղա խոստովանել, որ դու վատառողջ ես, և նա ինքը առաջարկեց գալ տեսակցության։
ավելացրեց Արամը, աչքերով հետևելով քրոջ արձագանքին։ Լիլիթը, թեև կասկածի ստվերը դեռ պահպանվում էր նրա մտքում, գլխով արեց, չիմանալով, որ եղբոր ստի ցանցն ավելի է խճճվում եւ որ վաղը սկսվելու է իրենց պատմության ամենամութ գլուխը։ Երբ լսեց պահանջվող գումարի թիվը, մի պահ վարանեց։ Խոսքը կես միլիոնի մասին էր, բայց քանի որ արդեն խոստացել էր եղբորը ու սա լինելու էր վերջին անգամը, որոշեց գնալ այդ քայլին։ Երբ Լուսեն եկավ նրանց տուն, ձեռքերում մրգեր եւ քաղցրավենիք, Լիլիթը նրան դիմավորեց անկողնում, դեմքին խորը տխրություն։ Բայց այդ տխրության պատճառը ոչ թե նրա թույլ առողջությունն էր, այլ այն միտքը, որ ստիպված է կրկին ընկերուհուց գումար խնդրել։ Արամը նկատելով Լուսեի ժամանումը ժպտաց եւ արագ ասաց. «Ես պետք է գնամ հիվանդանոց մամայի մոտ»։ Թեև դա ընդամենը պատրվակ էր։ Հեռանալուց առաջ նա վերջին անգամ նայեց քրոջը, աչքերով հստակ հասկացնելով, որ ամեն ինչ իր ձեռքերում է, եւ որ ինքը վստահ է, Լիլիթը կկարողանա կատարել իր խնդրանքը։ Մոտ 1 ժամ անց, սակայն, Արամի հեռախոսը զանգեց եւ Լիլիթի ձայնը թույլ ու կոտրված ասաց. «Արամ, ցավում եմ, բայց Լուսեն այս անգամ չկարողացավ օգնել։ Նա արդեն գնաց»։ Արամի սիրտը լցվեց կասկածով եւ զայրույթով։ Նա չէր հավատում, որ քույրը իսկապես փորձել է եւ մտածեց, որ Լիլիթը պարզապես խուսափել է գումար խնդրելուց։ Կատաղած, նա շտապ վերադարձավ տուն, վճռականորեն պարզելու, թե ինչ է կատարվել իրականում։ Երբ նա ներս մտավ, անմիջապես բռնեց Լիլիթի թևից եւ պահանջեց. «Հենց հիմա զանգիր Լուսեին, միացրու բարձրախոսը եւ ուզիր գումարը, ես պետք է լսեմ»։ Լիլիթը փորձեց ընդդիմանալ, աչքերում վախ եւ շփոթմունք, բայց Արամի սպառնալիքները «Կամ հիմա կանես, կամ ես քեզ ավելի վատ բան կանեմ» ստիպեցին նրան հանձնվել։ Երբ Լուսեն պատասխանեց զանգին, Լիլիթի ձայնը կոտրվեց եւ նա սկսեց լացել, չկարողանալով զսպել արցունքները։ Լուսեն, լսելով ընկերուհու հեկեկոցը, նեղվեց եւ շփոթված ասաց. «Լիլիթ, ինչ է պատահել, խնդրում եմ դադարիր լաց լինել»։ Լիլիթը եղբոր սուր հայացքի ներքո մրմնջաց, որ իրենց այդ գումարը շատ է պետք։ Լուսեն, խղճալով նրան, պատասխանեց. «Ես կփորձեմ օգնել, բայց մի տարբերակ կա, պարզապես ես շատ եմ վախենում»։ Արամը, որ լսում էր ամեն բառ, հանկարծ խլեց հեռախոսը քրոջ ձեռքից եւ ինքը խոսեց, ձայնը դարձնելով անսովոր մեղմ. «Լուսե ջան, Արամն է, գումար պետք չէ, մենք ամաչում ենք քեզանից խնդրել։ Իհարկե, մեր վիճակը ծայրահեղ է, այդ գումարը մեզ օդ ու ջրի պես պետք է, բայց ես չեմ ուզում, որ դու քեզ վատ զգաս», ավելացրեց նա, խաղալով զոհի դերը։ Լուսեն, զգացված նրա խոսքերից, խոստացավ. «Ես կփորձեմ ինչ-որ բան անել, վաղն ամեն ինչ պարզ կլինի»։ Արամը անջատեց հեռախոսը, շրջվեց դեպի Լիլիթը եւ սառը ժպիտով ասաց. «Լավ կլինի աղոթես, որ Լուսեն այդ գումարը գտնի, քո եւ իմ բարօրության համար»։ Հաջորդ օրը առավոտյան Լուսեի անսպասելի զանգը կտրեց տան լռությունը։ «Ես դասի չեմ գնում, հիմա գալու եմ ձեզ մոտ», ասաց նա, ձայնը լարված, բայց վճռական։ Արամն ու Լիլիթը տանը մենակ էին, ծնողները վաղուց աշխատանքի էին, եւ օդում անհանգստության անտեսանելի շերտ էր կախված։ Երբ Լուսեն մտավ ներս, ձեռքին ծանրացած պայուսակը, նա անմիջապես բացեց այն, եւ Արամի ու Լիլիթի աշկերը բացվեցին զարմանքից, նրանք կարծես քարացան։ Պայուսակից Լուսեն հանեց մի քանի խոշոր ոսկե կտորներ, մատանիներ, վզնոցներ, ապարանջաններ եւ դրեց դրանք սեղանին ասելով. «Ընտրեք, թե սրանցից որն է ձեզ պետք, որ այդքան գումար կազմի»։ Արամի հայացքը միայն 1 վայրկյան սահեց ոսկերերի վրայով, բայց դա բավարար էր, որ նա գնահատեր, այդտեղ առնվազն $10,000 արժեք կար, եթե ոչ ավելին։ Լուսեն միամտաբար եւ խուճապահար տնից վերցրել էր ծնողների ամբողջ ոսկեղենը, մտածելով, որ կարող է բերել, ընտրել տալ այն, ինչ անհրաժեշտ է, իսկ մնացածը արագ է տանել եւ դնել տեղը, նախքան ինչ-որ մեկը կնկատեր։ Բայց այդ պահին Արամի գլխում սկսեց ձևավորվել մի հրեշավոր, սառնասիրտ ծրագիր։ 1.
Նա նայեց ոսկուն, աչքերում փայլելով ագահություն եւ մտածեց, որ այդ ամենը կարող էր իրենը լիներ, ոչ թե միայն մի մասը, այլ ամբողջը։ Լիլիթը կանգնած եղբոր կողքին զգաց, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվում, բայց նրա ձայնը կաշկանդված էր վախից եւ նա լուռ հետևում էր, թե ինչպես է Արամի մտքում հասունանում մի մղձավանջ, որն արդեն անկասելի էր։ Արամը ձեռքը մեկնեց դեպի սեղանը եւ վերցրեց ոսկե կտորներից ամենափոքրը, կարծես անտարբերությամբ, թեև սիրտը բաբախում էր ագահությունից։ Նա շրջվեց դեպի Լուսեն ժպտաց եւ ասաց. «Շնորհակալություն Լուսե ջան, ես անպայման կվերադարձնեմ այս գումարը, խոստանում եմ»։ Հետո նա արագ դուրս եկավ տանից, քայլերն անհանգիստ եւ շենքի բակում կանգնած գրպանից հանեց հեռախոսը, զանգեց իր ընկերոջը Վիգենին եւ խռպոտ ձայնով ասաց. «Լսիր, մի տարբերակ կա, մեծ գումար աշխատելու»։ Արամը կարճ ու հստակ ներկայացրեց ծրագիրը։ Կես ժամից ես եւ մի աղջիկ դուրս են գալու մեր տնից։ Նրա մոտ պայուսակ կա, որի մեջ $10,000 արժեքով ոսկի է։ Դու պետք է մոտենաս զգուշությամբ, բայց արագ ուժով խլես պայուսակը եւ վազես դեպի պայմանավորված տեղը։ Ամեն ինչ պետք է նմանվի սովորական ավազակության, ավելացրեց նա, ձայնը վճռական, բայց զգուշավոր։ Վիգենը սկզբում տատանվեց։ Արամ, սա վտանգավոր է, եթե բռնվենք։ Բայց Արամը, երբ խոստացավ $5,000 փայ, նրա կասկածները ցրվեցին։ Աղջիկը ոստիկանություն չի դիմի, վստահ եմ, որովհետև այդ ոսկին ինքն է գողացել իր ընտանիքից, հավաստիացրեց Արամը, գիտակցելով, որ Լուսեի վախը նրան լռեցնելու լավագույն երաշխիքն է։ Խոսակցությունն ավարտելուց հետո նա քաղցրավենի գնաց մոտակա խանութից եւ վերադարձավ տուն, դեմքին կեղծ հանգստություն եւ առաջարկեց. Աղջիկներ, սուրճ խմենք, ես կպատրաստեմ։ Ձևացնելով, թե ոչինչ չի պատահել։ Լիլիթը նայեց եղբորը, սրտում զգալով անորոշ անհանգստություն, միջ Լուսեն անտեղյակ մոտալուտ վտանգին, ժպտալով համաձայնեց. Լավ, Արամ ջան, շնորհակալություն։ Երբ սուրճը վերջացավ, Լուսեն վեր կացավ, ձգվեց եւ ասաց. Երեխեք, ես պետք է գնամ դպրոց, գոնե վերջին ժամերի ներկա լինեմ։ Անսպասելիորեն նա շրջվեց դեպի Լիլիթն ու Արամը եւ առաջարկեց. Եթե դեմ չեք, կարող եմ ոսկեղենով պայուսակը թողնել ձեզ մոտ, դասերից հետո կգամ, կվերցնեմ։ Լիլիթը միանգամից ընդհատեց. Ոչ, Լուսե, ավելի լավ է քեզ հետ անես։ Նրա ձայնում կար վախ, որ եղբայրը կարող է տրվել գայթակղությանը եւ ինչ որ անդառնալի բան անել։ Բայց ի զարմանս Լիլիթի Արամը նույնպես դեմ արտահայտվեց։ Լիլիթը ճիշտ է, Լուսե, ավելի լավ է տուն գնաս, ծնողներիդ ասա, որ քեզ վատ ես զգացել եւ դպրոցից վերադարձել ես, պայուսակն էլ կպահես ետևում ու արագ անցնես քո սենյակ, հետո կտեղավորես։ Նա գիտեր, որ եթե պայուսակը մնա իրենց տանը, Վիգենի հետ պայմանավորված ծրագիրը կտապալվի, եւ իր մտքում արդեն ձևավորված սարսափելի սցենարը կմնա անավարտ։ Քանի որ Լուսեն ապրում էր ոչ հեռու, Արամը ձևացնելով հոգատարություն ավելացրեց. Ես կուղեկցեմ քեզ մինչև ձեր շենք, որ անվտանգ հասնես։ Ժամանակը սեղմվում էր, եւ նա հայացքը Լուսեին հառելով ասաց. Եկեք, ժամանակ չկորցնենք, գնանք։ Երբ նրանք միասին դուրս եկան, Արամը գրպանից հանեց հեռախոսը եւ ծածուկ հաղորդագրություն ուղարկեց Վիգենին։ Հիմա դուրս եկանք բնակարանից, պատրաստ եղիր։ Արամի սիրտը բաբախում էր կրծքում անհանգստությունից եւ սպասումից կարծես պայթելու եզրին, բայց նա ժպտում էր Լուսեին, թաքցնելով իր մտադրությունները։ Լիլիթը մնաց դռան մոտ, գրկեց ընկերուհուն եւ հրաժեշտ տվեց, չկասկածելով, որ այդ գրկախառնությունը, այդ վայրկյանները վերջինն էին, որ նա տեսնում էր Լուսեին իր մտերիմ ընկերուհուն կենթանի վիճակում։ Այդ ընթացքում Լիլիթն արդեն հասցրել էր կապվել Լուսեի հետ, ու նա երազում էր, թե երբ է այս ամենը ավարտվելու։ Երբ Արամն ու Լուսեն դուրս եկան շքամուտքից եւ մի քանի մետր քայլեցին, բավարար չափով հեռանալով շենքից, նրանք հայտնվեցին համեմատաբար խուլ վայրում, շրջապատված հին շենքերի ստվերներով։ Հանկարծ հետևից նրանց մոտեցավ Վիգենը
Դեմքը սև դիմակով ծածկված եւ արագ ուժգին շարժումով քաշեց Լուսեի ձեռքի պայուսակը, պոկելով այն եւ վազելով անհայտ ուղությամբ։ Լուսեն վախից եւ շփոթմունքից քարացած կանգնած մնաց տեղում, աչքերն ընդարձակ։ Իսկ Արամը ցուցադրաբար վազեց Վիգենի հետևից, բղավելով. «Կանգնիր»։ Կարծես փորձում էր բռնել նրան։ Մոտ 5 րոպե անց նա շնչակտուր վերադարձավ, ձեռքերը ծնկներին հենած եւ հասած. «Լուսե, այդ սրիկան մեքենա նստեց ճանապարհի վրա եւ փախավ, ես չկարողացա հասնել»։ Լուսեն դեռևս շոկի մեջ, կարծես խոսքեր չէր գտնում, շնչառությունը ծանր, ձեռքերը դողում էին, եւ նա հանեց հեռախոսը ասելով. «Ես հենց հիմա զանգում եմ ոստիկանություն»։ Արամն արագ բռնեց նրա ձեռքը, կանխելով զանգը եւ ասաց. «Մի արա Լուսե, եթե ոստիկանություն կանչես, ծնողներդ կիմանան, որ ոսկեղենն ես գողացել տանից, նրանք քեզ երբեք չեն ների»։ Լուսեն կանգ առավ, գլուխը խառնված էր, նա չգիտեր ինչ անել եւ շփոթված հարցրեց. «Բայց ով կարող էր իմանալ, որ իմ մոտ ոսկի կա»։ Արամը առանց վարանելու պատասխանեց. «Նրանք չգիտեին Լուսե, սա պատահական էր, այստեղ հաճախ են պայուսակներ խլում, մտածելով, որ մեջը գոնե մի քանի տասնյակ հազար դրամ կլինի»։ Հետո նա ձայնը վստահ եւ հանգստացնող դարձնելով ավելացրեց. «Ես խոստանում եմ, ընդամենը 2 օրում կպարզեմ, թե ով էր եւ ամեն ինչ հետ կբերեմ քեզ, բայց խնդրում եմ ոչինչ մի ասա Լիլիթին, նա շատ կտխրի, եթե իմանա»։ Խնդրեց նա հայացքը հառելով Լուսեի աչքերին։ Լուսեին հանգստացնելու համար Արամը շարունակեց. «Եթե 2 օրվա ընթացքում ես ոչինչ չգտնեմ, դու կարող ես հանգիստ զանգել ոստիկանություն։ Ես անձամբ կգամ քեզ հետ հայտարարություն տալու։ Եվ եթե պետք լինի, ես կպատմեմ ծնողներիդ ամեն ինչ, բացատրելով, որ այդ գումարը մորս վիրահատության համար էր պետք», ավելացրեց նա, խաղալով վերջին խաղաքարտը։ Լուսեն գլխապտույտ զգալով իրավիճակից, գլխով արած դեռևս չգիտակցելով, որ Արամի խոստումները դատարկ էին եւ որ ժամանակն արդեն սպառվում էր։ Լուսեին տուն ճանապարհելուց հետո Արամը առանց ժամանակ կորցնելու շտապեց հանդիպման Վիգենի հետ։ Սիրտը լցված էր հաղթանակի խանդավառությամբ։ Հասնելով պայմանավորված վայր, մի լքված շինության ստվերում, նրանք գրկախառնվեցին ուրախությունից ցնցված։ Իսկ Վիգենը ձեռքերում պտտեցրեց պայուսակը, կարծես դեռ չհավատալով իրենց բախտին։ Ու երբ մի պահ Վիգենի դեմքին կասկածի ստվեր հայտնվեց եւ նա մրմնջաց. «Իսկ եթե մեզ բռնեն Արամ»։ Արամը ծիծաղեց եւ հանգստացրեց նրան. «Մի անհանգստացիր, ամեն ինչ կարգին է, այդ Լուսեն շատ միամիտն է, նա ոչ ոստիկանություն կդիմի, ոչ էլ ծնողներին կպատմի»։ Հետո նա աչքերում խորամանկ փայլ ավելացրեց. «Ես մի ծրագիր եմ մտածել, որով Լուսեին թակարդի մեջ կգցեմ եւ մենք ընդմիշտ ապահով կլինենք»։ Ըստ նրա ծրագրի, Արամը պետք է համոզեր Լուսեին, որ նա իր սեփական բնակարանում գողության իմիտացիա ստեղծի, սենյակները խառնի, իրերը ցրի, տակն ու վրա անի եւ հետո զանգի ծնողներին ասելով, որ իբր տուն է վերադարձել եւ հայտնաբերել այն այդ վիճակում։ Դրա համար պետք էր ընտրել ճիշտ ժամանակ, երբ ծնողները տանը չեն, եւ ամեն ինչ այնպես ներկայացնել, որ ոսկեղենի կորուստը վերագրվեր այդ պատահական գողությանը։ Արամը վստահ էր, որ Լուսեն, վախենալով ծնողների զայրույթից եւ խայտառակությունից, կենթարկվի իրեն եւ կանի այն, ինչ ինքն ասի, առանց կասկածելու նրա մտադրություններին։ Վիգենը լսելով ծրագիրը գլխով առեց, գոհ ժպիտը դեմքին եւ երկուսով սկսեցին քննարկել, թե ինչպես են բաժանելու ոսկուց ստացված գումարը։ Արամը սակայն չգիտեր, որ ճակատագիրը նրա համար մեծ անակնկալ էր պատրաստել, եւ որ նրա խորամանկ ծրագիրը շուտով կարող էր ընդհատվել ամենաանսպասելի կերպով։ Արամն ու Վիգենը ձեռք սեղմեցին, հրաժեշտ տվեցին միմյանց եւ պայմանավորվեցին, որ առնվազն 1 շաբաթ չեն հանդիպի, խուսափելու համար ցանկացած կասկածից։ Նրանք կիսեցին ոսկեղենը, յուրաքանչյուրն իր փայը վերցնելով, եւ Արամը գոհունակությամբ շոշափելով իր բաժինը, որոշեց
այն տանել ապահով վայր, նախքան վերջնականապես որոշել է, թե ինչ անել դրա հետ։ Սակայն ճանապարհին նա չդիմացավ գայթակղությանը, մտածելով, որ ավելի լավ է ոսկին իր մոտ պահել, քան թե վստահել այն որևէ մեկին կամ թողնել անհայտ վայրում։ Ծածուկ տուն վերադառնալով, նա սենյակում փայեց ոսկեղենով լի տոպրակը, թաքցրեց այն մահճակալի տակ, խնամքով ստուգելով, որ ոչ ոք չնկատի։ Ինքն իրեն խոստացավ, որ սա ժամանակավոր է, եւ եթե Լուսեն այնուամենայնիվ որոշի դիմել ոստիկանություն, ինքը ժամանակ կունենա ոսկին տանել եւ թաքցնել դրսում ավելի ապահով վայրում։ Արամը պառկեց մահճակալին, սիրտը դեռևս բաբախելով օրվա լարվածությունից, բայց մտքում արդեն պատկերացնելով այն ապագան, որ կառուցել էր այդ ոսկու շնորհիվ։ Անտեղյակ, որ ժամանակն արդեն սկսել էր աշխատել նրա դեմ։ Արամը տոպրակից հանելով ոսկեղենի մի մասը զգաց, թե ինչպես է ագահությունը կրկին տիրում իրեն, եւ որոշեց վաճառել այն, մտածելով գիշերային կյանքի հաճույքների մասին։ Նույն օրը, սակայն, նրա անհոգ պլանները հոդը սնդեցին, երբ Երևանի աղմկոտ գիշերային ակումբներից մեկում, երաժշտության եւ լույսերի մեջ կորած, նրա հեռախոսը զանգեց։ Էկրանին երևաց Լիլիթի անունը, եւ երբ նա պատասխանեց, քրոջ ձայնը սառը եւ կտրուկ ասաց. «Ես ամեն ինչ գիտեմ, Արամ»։ Արամի գլուխը պտտվեց, նա սթափվեց մեկ վայրկյանում, արագ դուրս եկավ ակումբից, օդը խռպոտ շնչելով, բայց լարվածությունը թուլացավ, երբ հասկացավ, որ Լիլիթը միայն գողության մասին էր տեղյակ, ոչ թե իր դերակատարության։ Լիլիթը բարկացած էր, նրա ձայնը դողում էր զայրույթից։ Արամ, չգիտեմ ինչու, բայց կասկածում եմ, որ դու կապ ունես այս ամենի հետ։ Արամը ձևացնելով վրդովմունք, գոռաց հեռախոսի մեջ. Ինչ ես ասում, Լիլիթ, ինչի տեղ ես ինձ դրել, ես քո եղբայրն եմ։ Լիլիթը պատասխանեց. Լուսեն շատ վախեցած է, նա չպետք է ինձ պատմեր, բայց չդիմացավ։ Ես տեսնում եմ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Արամը փորձելով վերահսկել իրավիճակը հանգստացրեց նրան։ Լիլիթ, ես խոստանում եմ, ես կգտնեմ այդ գողին, ամեն ինչ կարգին կլինի։ Լիլիթը սակայն ընդհատեց. Ես որոշել եմ մեր տան եղած այդ ոսկե կտորը, որ իբր մամայի վիրահատության համար էր, տանել եւ վերադարձնել Լուսեին, գոնե մի քիչ հանգստացնել նրան։ Արամի սիրտը կծկվեց, նա արագ հակադարձեց. Ոչ, Լիլիթ, խնդրում եմ, ոչինչ մի արա, մինչև ես տուն չհասնեմ, մենք կխոսենք։ Զրույցն ավարտելուց հետո Արամը առանց վայրկյան կորցնելու կանգնեցրեց մոտակա տաքսին եւ շտապեց տուն, գիտակցելով, որ իր ստերի ցանցը սկսում է քանդվել։ Երբ Արամը տուն մտավ, ծնողները տան էին, խոհանոցում ինչ-որ բան քննարկելով, բայց նա ուշադրություն չդարձրեց եւ անմիջապես Լիլիթին կանչեց իր սենյակ։ Դրան հետևում նա ձայնը խուլ պահելով ասաց. Լիլիթ, այդ ոսկե կտորին շատ է պետք։ Ես պարտք ունեմ փակելու, խնդրում եմ, մի տուր այն Լուսեին։ Լիլիթը բարկությունից կարմրեց, աչքերում կայծեր վառվեցին եւ նա գոռաց. Եթե 2 օրվա ընթացքում այդ գողին չգտնես, ես ինքս կգնամ ոստիկանություն, երդվում եմ։ Արամը արտակուստ համաձայնելով գլխով արեց, մտածելով, որ 2 օրը բավարար ժամանակ է մի նոր սոթ ուրինելու կամ իրավիճակը կարգավորելու համար։ Բայց նրա կեղծ հանգստությունը տևեց ընդամենը րոպեներ, մինչև Լիլիթի հեռախոսը զանգեց եւ Լուսեի ձայնը վճռական եւ անհանգիստ ասաց. Ես որոշել եմ դիմել հորեղբորս, նա կօգնի մեզ գտնել գողին ու չի մատնի ինձ ծնողներիս մոտ։ Երբ Արամը Լիլիթից պարզեց, թե ով է Լուսեի հորեղբայրը, սարսափը սառը ալիքի պես ծածկեց նրան։ Նա քարացավ տեղում։ Լուսեի հորեղբայրը հայտնի քրեական հեղինակություն էր, օրենքով գող, ով թեև վերջին տարիներին ապրում էր Վրաստանում, սակայն Երևանի հանցավոր աշխարհում դեռևս պահպանում էր իր ազդեցությունը եւ կապերը։ Նրա համար ընդամենը ժամերի հարց էր պարզել, թե ով է կանգնած գողության հետևում։ Քանի որ նման մարդիկ ունեն իրենց աչքերն ու ականջները յուրաքանչյուր թաղամասում։ Ավելին, Վիգենը իր քրեական անցյալով
18 տարեկանում գողության եւ ավազակության համար դատված լինելով անմիջապես կհայտնվեր կասկածյալների առաջին շարքում, եւ նրանից մինչեւ Արամ ընդամենը 1 քայլ էր։ Արամը հասկացավ, որ եթե Լուսեն իսկապես դիմեր իր հորեղբորը, նրանց ժամերը, եթե ոչ րոպեները, հաշված էին։ Եվ հենց այդ պահին նրա մտքով անցավ մի հրեշային, սառնասիրտ ծրագիր, որն ավելի խորն էր, քան նախկինում մտածված բոլոր խորամանկությունները։ Արամը խուճապը կոկորտում վերցրեց Լիլիթի հեռախոսը եւ անմիջապես զանգեց Լուսեին, ձայնը լարված, բայց վճռական։ Լուսե, խնդրում եմ, ոչ մի դեպքում մի դիմիր հորեղբորդ։ Նա շարունակեց. այդպիսի մարդիկ վտանգավոր են։ Դա կարող է սպանության հանգեցնել։ Ես խնդրում եմ, ինձ ընդամենը մի քիչ ժամանակ տուր։ Ես արդեն որոշ տեղեկություններ եմ պարզել եւ 2 օրից ոսկեղենը ամբողջությամբ հետ կբերեմ, ավելացրեց նա, ձևացնելով վստահություն, որն իրականում չուներ։ Լիլիթը լսելով եղբոր խոսքերը, այս անգամ համաձայնեց նրա հետ եւ ինքն էլ միջամտեց Լուսեին ասելով. Լուսե, ես էլ եմ խնդրում, եկեք սպասենք, եթե հորեղբայրդ խառնվեց, ապա դրանից սպանության հոտ կգա։ Թեև նրա սրտում դեռևս կասկածի կայծեր կային, Լիլիթը զսպեց իրեն, հույս ունենալով, որ եղբայրը կպահի խոստումը։ Լուսեն, լսելով նրանց երկուսին, համաձայնեց սպասել եւ զանգն անջատվեց, թողնելով Արամին ժամանակավոր թեթևացման զգացումով։ Նա շրջվեց դեպի Լիլիթը եւ հայացքը նրա աչքերին հառելով ասաց. Եթե իմ ասած ժամկետում առավելագույնը 3 օրում ես չգտնեմ գողին, դիմեք ում ուզում եք, ես ձեզ չեմ խանգարի։ Լիլիթը, տեսնելով եղբոր վճռականությունը, մի փոքր հանգստացավ, թեև ներքին անհանգստությունը լիովին չէր մարել։ Արամը առանց ժամանակ կորցնելու ասաց. Ես հիմա դուրս եմ գալիս, գնում եմ այդ հարցերով զբաղվելու, եւ շտապ քայլերով հեռացավ տանից, դրան հետևում թողնելով լարված լռություն։ Իրականում նա ոչ մի կոնկրետ պլան չուներ, բայց գիտեր, որ պետք է արագ գործի, նախքան ամեն ինչ վերջնականապես կփլուզվի։ Արամի համար ոստիկանության ձեռքում հայտնվելը նույնիսկ ավելի ընդունելի էր, քան թե Լուսեի հորեղբոր եւ նրա անողոք շրջապատի հետ առերեսվելը։ Դուրս գալով տնից, նա արագ իջավ բակ, ձեռքը դողելով հանեց հեռախոսն ու զանգեց Վիգենին։ Վիգեն, խառը վիճակա, շտապ պետք է հանդիպենք, ամեն ինչ վերջանում է։ Կես ժամ անց Վիգենը հայտնվեց Արամեն շենքի բակում, դեմքին անհանգստություն։ Եվ Արամը առանց ժամանակ կորցնելու մանրամասն պատմեց ամեն ինչ, Լուսեի հորեղբոր մասին, նրա կապերի մասին եւ այն մասին, որ իրենց կյանքը կախված է մազից։ Վիգենը լսելով, թե ով է Լուսեի հորեղբայրը, սարսափից քարացավ։ Արամ, սա վերջն է, եթե նա մեզ գտնի, մեզ ողջ չեն թողնի։ Արամը աչքերում խելագար փայլ ասաց. Մենք պետք է ծայրահեղ քայլի դիմենք, Վիգեն, հակառակ դեպքում ժամերի ընթացքում կմեռնենք։ Նա հիշեց, որ Վիգենի ընտանիքը Բալահովիտում քաղաքից ոչ հեռու ամառանոց ուներ։ Մեծ, անտառանման տարածքով, ժառանգություն տատից ու պապից, որտեղ տարին մի քանի անգամ էին գնում միայն առիթներով։ Հիմա ցուրտ եղանակին այնտեղ մոտակա ամիսներին ոչ ոք չէր լինի, եւ Արամը առաջարկեց. Արի Լուսեին խաբեությամբ տանենք այնտեղ, իբր գողոնը վերադարձնելու պատրվակով, հարցերը լուծենք եւ թաղենք ծառերի մոտ, խորը փոսում։ Վիգենը սկզբում հետ քաշվեց վախից դողալով։ Արամ, սա խելագարություն է, եթե բացահայտվի, ամառանոցը կգտնեն եւ մենք կկործանվենք։ Արամը սառը վճռականությամբ հանգստացրեց նրան։ Եթե Լուսեն ոչ ոքի չպատմի այդ հանդիպման կամ ոսկու մասին, ապա ոչ ոք չի իմանա, որ նա մեզ հետ է։ Նա կդառնա պարզապես անհետ կորած։ Վիգենը դեռևս անհանգստացած հարցրեց. Իսկ ո քույրը Լիլիթը, նա չի կասկածի։ Արամն առանց վարանելու պատասխանեց. Լիլիթի մասին մի մտածիր, նույնիսկ եթե նա ինչ-որ բան կասկածի, նա ոչ ոքի չի դիմի, վախենալով իմ կյանքի համար։ Ես նրան կվերահսկեմ։ Վիգենը, թեև սիրտը դեռ ծանր էր, գլխով արեց, հասկանալով, որ այլ ելք չունեն։
եւ երկուսով սկսեցին մշակել իրենց հրեշավոր ծրագրի մանրամասները։ Վիգենը, ով ապրում էր մոր հետ, հոր բանտում լինելու պատճառով, որտեղից նա դեռ մի քանի տարի չէր ազատվելու, վերցրեց հեռախոսը եւ զանգեց մորը ասելով. «Մամ, ես այսօր գիշերը մնալու եմ Արամես տանը, ինձ մի սպասիր»։ Արամն իր հերթին զանգեց ծնողներին եւ ստեց. «Ես գիշերելու եմ Վիգենես տանը, շուտ չեմ գա»։ Բայց անմիջապես հետո զանգեց Լիլիթին եւ խոստովանեց. «Ծնողներին ասացի, ստեցի Լիլիթ, ես իրականում գնում եմ գողի հետքերով»։ Նա ավելացրեց. «Վիգենը կարծես գտել է նրան, եւ մենք հիմա զբաղված ենք այդ հարցով»։ Թեև իրականում նրանք ուղևորվում էին Բալոհովիտ, գերեզմանափոս, փորելու։ Նրանք տաքսի նստեցին, վարորդին տվեցին ուղղությունը եւ շտապեցին, սրտերում խառնված վախ եւ վճռականություն։ Ծրագիրը մանրամասն էր։ Հաջորդ օրը Արամը պետք է վերցներ Լիլիթի հեռախոսը, զանգեր Լուսեն եւ ասեր, որ գտել է գողին եւ որ նրանք պետք է միասին գնան ոսկեղենը վերցնելու։ Ճանապարհին նա պետք է համոզեր Լուսեին, որ ոսկին պահված է քաղաքից դուրս, եւ որ նա անձամբ պետք է գար սեփական աչքերով համոզվելու, որ ամեն ինչ տեղում է։ Երբ հասան Բալոհովիտի ամառանոց, Արամն ու Վիգենը վերցրին տանը եղած բահերը գործի անցնելու համար։ Նրանք խուսափեցին տան լույսերը միացնելուց, օգտագործելով միայն հեռախոսների լապտերները եւ լռության մեջ սրտի բաբախյունով մի քանի ժամ փորեցին խորը փոս, ընտրելով ծառերի մոտ գտնվող հարմար տեղ։ Ըստ պլանի, երբ Արամը Լուսեի հետ մտներ տարածք, Վիգենը պետք է դիմավորեր նրանց եւ ասեր, որ գողը կապված վիճակով տան ներսում է եւ սպասում է, իսկ ինքը հսկում է նրան։ Այդ պահին Լուսեին պետք է ջուր առաջարկեին, ինչից նա հավանաբար չէր հրաժարվի, ճանապարհի լարվածությունից հետո։ Ջրի մեջ նախապես լուծված էր լինելու քնաբեր, եւ երբ Լուսեն անգիտակից վիճակում ընկներ, նրան պետք է փաթաթեին սպիտակ հաստ տոպրակի մեջ, հոտից խուսափելու համար, այնուհետև աղջկան, դեռ կենդանի, պետք է նետեին 2 մետրանոց փոսը եւ ծածկեին հողով, ընդմիշտ թաքցնելով իրենց հանցանքը։ Փորելուց եւ նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո նրանք նայեցին իրենց ձեռքերին, լուռ, սառը վճռականությամբ եւ պատրաստվեցին հաջորդ օրվա սարսափելի քայլին։ Լուսաբացին Արամը վերադարձավ քաղաք, թողնելով Վիգենին Բալոհովիտում ծրագիրը կյանքի կոչելու համար։ Տուն մտնելով նա այնքան հոգնած էր, որ աչքերը գրեթե ինստինկտիվ փակվեցին, եւ նա անմիջապես քնով ընկավ, մոռանալով գիշերվա սարսափները եւ պալանը։ Երբ արթնացավ, ժամը մոտենում էր 2-ին, եւ նա գիտակցեց, որ պետք է շտապել, քանի որ դասերը ուր որ է ավարտվելու էին, իսկ ինքը պետք է հասցներ, որպեսզի Լուսեն տուն չմտներ։ Արամը զանգեց քրոջը պարզելու, թե որտեղ են։ Լիլիթը պատասխանեց. «Հիմա դասերն ավարտվեցին, պատրաստվում ենք տներով գնալ»։ Արամը հրաժեշտ տվեց եւ առանց ժամանակ կորցնելու շտապեց Լուսեի շենքի մոտ, նրան այնտեղ բռնելու համար։ Հասնելով տեղ, նա տեսավ, որ Լուսեն արդեն մտնում էր շքամուտք եւ բարձր ձայն տվեց. «Լուսե, սպասիր»։ Լուսեն կանգ առավ, շրջվեց եւ Արամը մոտենալով սկսեց պատմել իր հորինած պատմությունը։ «Գտել են գողի։ Ես քեզ հետ պետք է գնամ, որ ամեն ինչ վերցնենք»։ Լուսեն զարմացավ. «Այսքան արագ? Ես չէի սպասում»։ Եվ նրա աչքերում խառը զգացմունքներ հայտնվեցին, հույս եւ անհանգստություն։ «Իսկ իմ գալը պարտադիր է»։ Հետաքրքրվեց Լուսեն։ «Դե իհարկե, դու պետք է անձամբ սեփական աչքերով համոզվես, թե արդյոք ամբողջ ոսկեղենը տեղում է, թե պակաս բան կա»։ Վստահ պատասխանեց Արամը։ Արամը ձայնը հանգիստ պահելով հարցրեց. «Դու որևէ մեկին պատմել ես դեպքի մասին»։ Եվ երբ Լուսեն գլխով արեց ոչ, նա ներքուստ թեթևացավ։ Սակայն նա չէր ուզում, որ իրեն տեսնեին Լուսեի հետ նրանց բակում, ուստի արագ կողմնորոշվեց եւ ասաց. «Լուսե, գնա տարածքի շինանյութի խանութի մոտ, սպասիր ինձ, ես կողքի խանութից ծխախոտ կվերցնեմ եւ կգամ»։ Մինչ Լուսեն կքայլեր, նա ավելացրեց.
Խնդրում եմ, առայժմ Լիլիթին ոչինչ մի ասա, ուզում եմ անակնկալ լինի։ Ոսկեղենը կվերցնենք, մի քիչ քաղցրավենի կգնանք եւ կգնանք մեզ մոտ, նրան ուրախացնելու։ Լուսեն ոգևորվեց այդ մտքից, ժպտաց եւ համաձայնեց, բայց նախքան կհասցներ հարցնել, իսկ կոնկրետ ուր են գնում։ Արամը արագ հեռացավ, ձեռքով ցույց տալով, հիմա կմոտենամ, ամեն ինչ կասեմ, դու գնա խանութի մոտ սպասիր։ Լուսեն, վստահելով նրան, քայլեց դեպի նշված վայրը, մինչ Արամը սիրտը բաբախելով պատրաստվում էր իր ծրագրի հաջորդ քայլին։ Երբ Լուսեն քայլեց դեպի պայմանավորված վայր, Արամը արագ տաքսի կանգնեցրեց եւ մոտեցավ նրան, մեքենայից դուրս չգալով։ Նա նստած էր հետևի նստարանին, իջեցրեց պատուհանը եւ ձայն տվեց։ Լուսե, արի, նստիր։ Լուսեն մի պահ վարանելով բացեց դուռը, նստեց նրա կողքին եւ տաքսին շարժվեց ճանապարհ ընկնելով դեպի Բալահովիտ։ Ընթացքում Արամը գլուխը մոտեցնելով Լուսեի ականջին ցածրաձայն շշնջաց. Մեքենայում ոչինչ մի խոսիր այդ մասին։ Ճանապարհը մոտ 40 րոպե է։ Արագ կհասնենք, ամեն ինչ կվերցնենք ու կվերադառնանք։ Նա խոստացավ բոլոր մանրամասները պատմել, երբ տեղ հասնեն, խուսափելով վարորդի ականջներից։ Եվ Լուսեն, թեև իրեն անհարմար էր զգում այդ գաղտնապահությունից, համաձայնեց, մտքում միայն ոսկեղենը վերադարձնելու մտադրությամբ։ Դեռ 5 րոպե չէր անցել, երբ Լուսեի հեռախոսը զանգեց, եւ էկրանին հայտնվեց Լիլիթի անունը։ Լուսեն ոգևորությունից դողալով պատասխանեց եւ չդիմանալով գրեթե բացեց ամեն ինչ։ Լիլիթ, ես հիմա Արամի հետ եմ, մենք գնում ենք, շուտով կգանք ձեզ մոտ եւ մեծ անակնկալ կանենք։ Արամը աչքերով կրակ բռնելով ձեռքով նշան արեց, որ լռի, եւ Լուսեն նկատելով նրա խուճապը ընդհատեց խոսքը ավելացնելով. Դե սպասիր մեզ, հետո կպատմեմ։ Զանգն անջատելուց հետո Լիլիթը կանգնած մնաց, սրտում տագնապի զգացում։ Նա չէր կարող բացատրել, բայց ինչ որ սխալ բան էր թվում, եւ նրա ներքին ձայնը բղավում էր, որ վտանգ է մոտենում։ Արամը նստած Լուսեի կողքին նայեց պատուհանից դուրս, փորձելով թաքցնել իր լարվածությունը, մինչ տաքսին արագությամբ հեռանում էր քաղաքից։ Լիլիթը սրտում աճող անհանգստությունից դրդված նորից զանգեց Լուսեին եւ ուղիղ հարցրեց. Լուսե, ասա կոնկրետ, ուր է գնում, ոսկու հետ է կապված։ Լուսեն մի պահ վարանելով պատասխանեց. Դու կռահում ես Լիլիթ, բայց ես չեմ կարող ավելին ասել, սպասիր մեզ, գնալ գալով ընդամենը ժամուկեսվա ճանապարհ է։ Արամը խոճապի մեջ խլեց հեռախոսը Լուսեի ձեռքից, անջատեց զանգը եւ խիստ տոնով ասաց. Խնդրում եմ, այլևս մի պատասխանի Լուսե։ Լուսեի համար այդ պահվածքը տարօրինակ էր։ Նրա սրտում վախից թվեր անցավ, եւ նա հայացքը հառեց Արամին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Արամը զգալով նրա շփոթմունքը արագ փոխեց տոնը, ժպտաց եւ ներողություն խնդրեց. Կներես, ես էլ եմ լարված, պարզապես չեմ ուզում անակնկալը փչացնել։ Արի ամեն ինչ ճիշտ անենք։ Լիլիթի համար սակայն տարօրինակությունները վերածվեցին ահազանգի։ Ինչ որ անտեսանելի ուժ, կարծես հուշում էր, որ նա պետք է ստուգի եղբոր սենյակը։ Նա մտածեց, եթե Արամն իսկապես գտել էր ոսկին, առաջինը իրեն կասեր։ Եվ այդ անակնկալներ մատուցելու գաղափարը բնորոշ չէր նրա բնավորությանը։ Առանց վայրկյան կորցնելու Լիլիթը վազեց եղբոր սենյակ եւ սկսեց ամեն ինչ տակնու վրա անել։ Իրերը տեղաշարժելով, կարծես ներքին ձայնը ղեկավարում էր նրան։ Որոնումները երկար չտևեցին։ Մահճակալի տակ նա նկատեց մի տոպրակ, ձեռքը մեկնեց, հանեց այն եւ բացելով տեսավ ոսկեղենը։ Սարսափից Լիլիթը քարացավ, շունչը կտրվեց եւ նա կորցրեց խոսելու ունակությունը, գիտակցելով, որ եղբոր ստերը հասել են աներևակայելի խորության։ Լիլիթը դողացող ձեռքերով մի քանի անգամ փորձեց զանգել Լուսեին, բայց յուրաքանչյուր զանգն ընդհատվում էր հասանելի չէ ձայնով, քանի որ Արամն արդեն անջատել էր նրա հեռախոսը։ Նա անմիջապես հավաքեց եղբոր համարը, սակայն այնտեղից էլ պատասխան չեղավ, միայն անվերջանալի զանգեր, որոնք կորում էին լռության մեջ։ Հանկարծ նրա մտքով անցավ գիշերային խոսակցությունը, երբ Արամը նշել էր Վիգենի անունը եւ ասել, որ նրա հետ էր։
Լիլիթը հիշեց Բալահովիտի ամառանոցը, այն վայրը, ուր ինքն էլ մի քանի անգամ գնացել էր եղբոր հետ, եւ որի մասին Վիգենը ժամանակին պատմել էր որպես ընտանեկան հանգստի վայր։ Միտքը, որ Լուսեի խոսքերում նշված գնալ գալու ժամուկեսը կարող էր կապված լինել հենց այդ վայրի հետ, սառը սարսուր առաջացրեց նրա մարմնում։ Նա որոշեց, որ չի կարող պարզապես նստել եւ սպասել ձեռքերը ծալած։ Եթե Լուսեին իսկապես տարել էին այնտեղ, ժամանակը սպառվում էր։ Լիլիթը ոսկեղենով լի տոպրակը հետ դրեց տեղն ու արագ զանգեց տաքսի։ Նշելով Վիգենից ամառանոցի հասցեն Բալահովիտում եւ շտապ իջավ բակ սրտի բաբախյունով։ Մեքենան նստելու պես նա խնդրեց վարորդին. «Խնդրում եմ, հնարավորինս արագ վարեք, շատ կարևոր է»։ Տաքսին շարժվեց եւ Լիլիթը նայելով պատուհանից դուրս զգաց, որ յուրաքանչյուր վայրկյան մոտեցնում էր իրեն կամ փրկության, կամ անդառնալի ողբերգության։ Ողջ ճանապարհին Լիլիթը սրտի բաբախյուն ակնճներում անդադար փորձում էր կապվել Արամի եւ Լուսեի հետ, բայց յուրաքանչյուր զանգ ընդհատվում էր անհասանելիության միապաղաղ ձայնով։ Նա մտածեց զանգել Վիգենին, հույս ունենալով, որ գոնե նա կպատասխանի։ Սակայն Վիգենի հեռախոսն էլ լուռ էր, արձագանք չտալով նրա հուսահատ փորձերին։ Երբ տաքսին վերջապես հասավ Բալահովիտ, Լիլիթն արագ վճարեց վարորդին եւ գրեթե թռավ մեքենայից անհանգստությունից շնչակտուր։ Ամառանոցը գտնվում էր գլխավոր ճանապարհից մոտ 100 մետր հեռավորության վրա, եւ տաքսին կանգ առավ չկարողանալով առաջ գնալ կիսաքանդ խորտ ու բորտ ճանապարհով։ Տունը գտնելը դժվար չէր, քանի որ տարածքում այլ տներ, կեցավայրեր չկային ու ամառանոցը կտրված էր արտաքին աշխարհից, ինչը հավելյալ հանգստություն էր տվել Արամին ու Վիգենին իրենց ծրագրերն ապահով իրագործելու համար։ Լիլիթը մի քանի մետր անհանգիստ քայլելուց հետո չդիմացավ եւ սկսեց վազել, ոտքերը գրեթե չզգալով, մինչև հասավ ամառանոցի դռանը։ Կանգնելով դռան առջև նրա սիրտը սկսեց այնպես բաբախել, կարծես պայթելու էր, եւ նա խորը շունչ քաշելով զգաց, որ այդ պահը որոշելու էր ամեն ինչ։ Լիլիթը մի քանի անգամ ուժգին թակեց դարպասը, բայց ոչ մի արձագանք չեղավ, միայն լռություն եւ քամու սուլուց ծառերի մեջ։ Նա որոշեց չկորցնել ժամանակը եւ արագ շրջվեց դեպի հետևի մուտքը, հիշելով, որ այնտեղից հնարավոր էր ներս մտնել։ Հիշողության մեջ պահպանվել էր, որ այդ հատվածը թեև ծածկված էր փշոտ թփերով եւ ինչ որ պարզունակ պարիսպով, այնքան էլ բարձր չէր, եւ ջան գործադրելով կարելի էր ներթափանցել։ Ու երբ Լիլիթը հասավ այդ կողմ, խի թփերի եւ փշերի արանքից նրա աչքերին բացվեց սարսափելի տեսարան։ Արամն ու Վիգենը Լուսեի թևերից բռնած քարշ էին տալիս նրան, աղջկա մարմինը թուլացած, կարծես անգիտակից։ Լիլիթը սարսափից քարացավ, նրա բերանը բացվեց բղավելու համար, բայց վերջին պահին նա զսպեց իրեն, գիտակցելով, որ բղավոցը կարող էր ամեն ինչ փչացնել։ Փոխարենը նա որոշեց ապացույցներ հավաքել եւ նոր միայն հասնել օգնության։ Դողացող ձեռքերով հանեց հեռախոսը, միացրեց տեսանկարը հանումը եւ սկսեց նկարել, փորձելով անշարժ պահել սարքը։ Նա դեռ չգիտեր, թե եղբայրն ու Վիգենը ինչ էին ծրագրել, բայց տեսարանը բավական էր նրա մեջ սարսափ եւ վճռականություն առաջացնելու համար։ Մի քանի վայրկյան անց, սակայն, ամեն ինչ գլխի վար շրջվեց։ Իրադարձությունները սկսեցին զարգանալ անսպասելի արագությամբ։ Լուսեն, որ մինչ այդ պահը կարծես անգիտակից կամ քնած լիներ, հանկարծ բացեց աչքերը եւ սկսեց դիմադրել, թույլ, բայց անսպասելի ուժով։ Վիգենը խուճապի մեջ արագ քաշվեց մի կողմ, վերցրեց մոտակայքում ընկած մուրճը եւ առանց վայրկյան կորցնելու մի քանի անգամ ուժգին հարվածեց Լուսեի գլխին։ Աղջիկը ճչալու, գոռելու ժամանակ անգամ չունենալով վայր ընկավ։ Նրա մարմինը անշարժ էր, իսկ կողքի հողը դարձել էր կարմիր գույն։ Լիլիթը, որ թաքնված նայում էր այդ սարսափելի տեսարանին, զգաց, թե ինչպես է շունչը կտրվում։ Ձեռքերը թուլացան եւ հեռախոսը, որով նա նկարում էր, ընկավ գետնին, խփվելով քարին։ Նույնիսկ Արամը, ով կանգնած էր Վիգենի կողքին, շփոթության մեջ էր։
Նրա աչքերում խառնվել էին սարսափն ու անհավատությունը, նա չէր սպասում, որ Վիգենը կդիմեր նման անսպասելի և դաժան քայլի։ Նրա ծրագիրը եղել էր ավելի մաքուր, սակայն այժմ ամեն ինչ դուրս էր եկել վերահսկողությունից։ Արամը բղավեց Վիգենի վրա։ «Ինչ արեցիր, խելագար»։ Եվ նրանց միջև սկսվեց վեճը, արագ վերածվեց խուճապահար բախման, խոսքերը տեղի տվեցին բռնության։ Վիգենը դեռ ձեռքին պահած մուրճով մի ուժգին հարված հասցրեց Արամի գլխին, և եղբայրը գլուխը բռնելով մի քանի քայլ հետ գնաց ու վայր ընկավ։ Լիլիթը, որ թաքստոցից հետևում էր այդ սարսափին, անշարժացել էր, բառերը խեղդվում էին կոկորդում և նա անկարող էր որևէ ձայն հանել։ Բայց Արամը րոպեներ անց ուշքի գալով դժվարությամբ կանգնեց։ Գրպանից հանեց իր մոտ եղած դանակը և կատաղությունից կուրացած վազեց դեպի Վիգենը, մի քանի անգամ խոր ծակելով նրա կրծքավանդակը։ Երկուսն էլ վիրավոր, հազիվ էին կանգնում ոտքերի վրա։ Մի քանի քայլ անելուց հետո նրանք ուժասպառ փլվեցին գետնին, շնչակտուր և անօգնական։ Լիլիթը, աչքերը լայն բացած, առաջ եկավ, անգամ չնկատելով, թե ինչպես են փշերը ծակում մաշկը, և ներս մտնելով հայացքը պտտեց շուրջը։ Նրա աչքերին երևաց փոսը, և նա միանգամից հասկացավ դրա սարսափելի նպատակը։ Արամն ու Վիգենը կիսագիտակից, տեսնելով Լիլիթին, սկզբում ապշեցին, ապա սկսեցին օգնություն խնդրել միմյանց մեղադրելով։ Վիգենը ձայնը դողալով ասաց. «Լիլիթ, սա Արամի ծրագիրն էր, ես չէի ուզում»։ Արամը ընդհատելով հակառակը պնդեց. «Սուտ է, Լիլիթ, Վիգենն է ամեն ինչ կազմակերպել։ Ես, քո եղբայրը, նման բանի ընդունակ չեմ»։ Լիլիթը նրանց առջև կանգնած լսում էր նրանց խոսքերը, բայց ոչինչ չպատասխանեց։ Երբ տղաները օգնություն էին խնդրում, նրա դեմքին հայտնվեց խորհրդավոր սառը ժպիտ։ Առանց խոսքի նա մոտեցավ Վիգենին, ամուր բռնեց նրա ձեռքերից և չնայելով նրա թույլ դիմադրությանը, քարշ տվեց դեպի փոսը։ Չնայած Լիլիթի տարիքին, այդ պահին կարծես նրա վրա իջավ զորավոր մի ուժ։ Հասնելով եզրին նա կռացավ և մի ուժգին թափով գցեց Վիգենի ներքև։ Վիգենը գլորվելով ընկավ փոսի հատակը, գոռալով ցավից և սարսափից։ Երբ Լիլիթը վերադարձավ, Արամը դեռ գետնին պառկած շնչակտուր ասաց. «Լիլիթ, շնորհակալ եմ, քույր ջան, որ հավատացիր ինձ»։ Բայց նրա զարմանքը սահման չուներ, երբ Լիլիթը առանց որևէ արտահայտության, առանց մի բառ ասելու, բռնեց նրա թուլացած ձեռքերից և սկսեց քարշ տալ եղբոր մարմինը դեպի փոսը։ Արամը դեռ ապշած փորձեց ընդդիմանալ, բայց ուժ չուներ։ Լիլիթը, հասնելով փոսի եզրին, նույն անխոզ վճռականությամբ նետեց նրան ներքև Վիգենի հետևից, և երկու թուլացած ու կոտրված մարմինները հայտնվեցին կողք կողքի։ Լիլիթը սառնասրտորեն կանգնած էր փոսի եզրին, նայելով, թե ինչպես են եղբայրն ու Վիգենը հյուծված պայքարում իրենց իսկ փորած գերեզմանի մեջ։ Նրա դեմքը քարացած էր, աչքերը դատարկ, և մի քանի վայրկյան անշարժ նայելուց հետո նա դանդաղ վերցրեց բահը։ Առանց որևէ հապաղման նա սկսեց հողը լցնել փոսի մեջ, ծածկելով նրանց։ Վիգենն ու Արամը կիսագիտակից և խուճապի մեջ գոռում էին. «Լիլիթ, կանգ առ, խնդրում ենք»։ Բայց նրանց ձայները կարծես չէին հասնում նրան։ Տղաները չէին կարողանում շարժվել ու ստիպված էին գիտակցել, թե ինչպես է ավարտվում իրենց խղճուկ կյանքը։ Լիլիթը, ականջները խցանված նրանց աղաչանքներից, շարունակեց մեխանիկորեն աշխատել, հողը շերտ առ շերտ գցելով, մինչև նրանց ձայները խլացան և դեմքները փակվեցին։ Երբ ամեն ինչ ավարտվեց, նա ցած գցեց բահը, ձեռքերով բռնեց գլուխը և սկսեց բարձր ճչալ, անկառավարիորեն հարվածելով ինքն իրեն։ Ինչու ես թույլ տվեցի, որ սա պատահի, կրկնում էր նա, մեղադրելով իրեն ամեն կատարվածի համար, արցունքները խառնվելով դեմքին։ Շուրջը տներ չկային, և նրա ճիչն ու բղավոցները կորան լռության մեջ։ Դանդաղ, արցունքոտ աչքերով նա մոտեցավ Լուսեի անշարժ մարմնին։
կռացավ, ձեռքով սրբեց նրա դեմքը, նրբորեն համբուրեց ճակատը և շշնջաց. «Կներես, Լուսե, կներես ամեն ինչի համար»։